Բարի երեկո հարգելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեզ մոտ շարունակվում է եւ այսօրվա առաջին խաղում միմյանց հետ հիմա տեսնում ենք մրցելու են Արսենալը եւ Ռեալ Մադրիդը, երկու թիմեր, որոնք իրենց առաջին խաղում այս մրցաշարի պարտվեցին, տեսնենք երկրորդ տուրում նրանք ինչպիսի հանդիպում կանցկացնեն եւ ով ի վերջո այս մրցաշարում առաջին միավորը կվաստակի ի վերջո։ Նա տեսնում ենք, որ խաղը մեկնարկեց Ռեալ Մադրիդը դաշտի կենտրոնից։ Ես էլ անցնեմ թիմերի հայտարարությունները ներկայացնելուն։ Արսենալ դարպասը պաշտպանում է համար 1 Սերգեյ Գալստյանը, համար 4 Սլավա Ռեզանեզատ, համար 6 Գոր Յախանյան, համար 10 Սպարտակ Ավետիսյան, համար 11 Էդմոն Չոբանյան, համար 13 Հարութ Յախանյան, համար 17 Արման Հակոբյան, համար 21 Ռոման Մուրադյան եւ համար 23 Պոտիսան Տանապան։ Ռեալ Մադրիդ դարպասը պաշտպանում է համար 1 Ալի Ռեզա Սուալին, համար 4 Ժան Աբաջյան, համար 5 Անուշավան Եղիազարյան, համար 6 Վահան Կուլյան, համար 20 Ռուի Սորուշ, համար 21 Արթուր Հունանյան, համար 27 Գեղանիկ Զաքարյան, համար 66 Սասուն Զորաբյան, համար 73 Գոր Մանուչարյան։ Հիմա վտանգավոր է առաջին հարվածը, տեսանք այս խաղի Գոր Յախանյանը հարված կատարեց, փրկում է իր թիմին Ռեալ Մադրիդի դարպասապա։ Առաջին հարվածը տեսանք արդեն այս խաղում եւ համար 93 Արսեն Հակոբյան։ Տեսանք արդեն մեկնարկում Արսենալի կողմից վտանգավոր գրող, վտանգավոր հարված Յախանյանի կողմից։ Հիմա տեսնենք Ռեալ Մադրիդն ինչպես պատասխանի այդ հարվածին։ Հիմա նրանք են գրում, բայց Յախանյանը խլեց գնդակը։ Ավետիսյանն է հիմա ձախ եզրում։ Նշեցի, որ երկու թիմերն էլ այս մրցաշարի մեկնարկային խաղում պարտվեցին։ Այլ առաջին հարվածը տեսանք Ռեալի կողմից եւ հաշիվը բացված է, մեզ մոտ գոլեղինակ է դառնում Արսեն Հակոբյանը, հենց առաջին հարվածով կարողացավ Ռեալ Մադրիդի ավագը բացել հանդիպման հաշիվը։ Արսեն Հակոբյան 1-0 հենց առաջին փորձից կարողացավ Հակոբյանը գրավել Գալստյանի դարպասը։ 1-0 առջևում է արդեն Ռեալը Արսենալի հետ պայքարում։ Հիմա տեսնենք Արսենալը այս գոլին ինչպես կպատասխանի։ Նորից Հակոբյանն է գնդակով երվից հարված, բայց Գալստյանը փրկում է իր թիմին։ Մի փոքր թույլ հարված կատարեց այս անգամ Արսեն Հակոբյանը։
տեսնում ենք։ Տանգավոր են այստեղ գործում Արսենալի ֆուտբոլիստները իրենց դուգանայինների մատուցներում եւ նետում Ռեալինն է։ Եղիազարյան շարժվում է առաջ երվից հարված Ավետիսյանը փակեց այս հարվածի ճանապարհը, նորից գնդակով Ռեալն է։ Հակոբյանի փոխանցումը չստացվեց եւ այստեղ հենց Հակոբյանն է խաղի կանոնները խախտում է Ռեզա Նեզադի հետ պայքարում։ Այլ հերվից հարված տեսանք Ավետիսյանի կողմից, բայց շատ անհաջող հարված էր Արսենալի ֆուտբոլիստի կողմից։ Նորից Ռեալն է անցել գրոյի երվից հարված, Գալստյանն է հեռացնում ոտքով գնդակը։ Ռեզա Նեզադը խլեց գնդակը եւ նորից խախտում նրա այդ պայքարում։ Անր խաղարկումներով այստեղ տեսնում ենք փորձում են առաջ շարժվել Արսենալի տղաները եւ ստացվեց նրանց մոտ Յախանյան հրաշալի անցում, բայց անհաջող էր Յախանյանի փոխանցումը։ Ռեալն է անցել գրոյի, տեսնենք այս գրոյի ինչպես կհասկացնեն Ռեալի տղաները։ Հակոբյան փոխանցումը փակված է Հակոբյանի։ Եվ նորից Ավետիսյանը ուղղակի գնդակը առաջ է ուղղակում։ Տեսնում ենք Արսենալն է անցել այստեղ գրոյի։ Յախանյան հետ ուղարկեց գնդակը Ավետիսյանին։
Արկումների Արսենալի ֆուտբոլիստների կողմից Յախանյան Ռեալի ֆուտբոլիստները այստեղ առանց գնդակ շատ լավ են խաղադաշտում գործում Ասրոպ է արդեն անցյալում է այս խաղից 1-0 հաշվով այս պայն Ռեալը հաղթում է Արսենալին, միակ գոլը հեղինակել է Արսեն Հակոբյանը, մի փոքր տեսնում են գոլից հետո խաղի տեմպը ընկավ Ռեալն է անցել գրոյի, փոխանցում, տեսնենք Եվ հարված 2-0 է դարձնում հաշիվ այստեղ Ռեալի ֆուտբոլիստը կրկնապատկում է իր թիմի առավելությունը Արթուր Հունանյան 2-0 կրկնապատկում է իր թիմի առավելությունը Հունանյանը լավ գրո կազմակերպեցին տեսնում ենք Ռեալի ֆուտբոլիստները արդեն 2 գոլի տարբերությամբ է պարտվում Արսենալը հիմա էլ հերվից հարված Ավետիսյանի կողմից բայց ուղիղ Ալիռեզայի վրա էր այս հարվածը Նորից տեսնում ենք Ռեալն է անցել գրոյի, փոխանցում այստեղ չստացվեց Հունանյանին Մանուչարյան այստեղ փակեցին փոխանցման ճանապարհը Մանուչարյանի Եղիազարյանն է հիմա շարժվում առաջ լավ խաղարկումներ չկարողացավ այստեղ լավ մշակել գնդակ Անուշաբան Եղիազարյանը եւ հարված կտեսնենք Գալստյանի դարպասից Արսենալն է անցել գրոյի փոխանցում Նորից արագ վերադարձեց գնդակը Ռեալը իր մոտ Չայան շարժվում է առաջ հրաշալի փոխանցում այստեղ հեռացրեց պաշտպանը գնդակը շարունակվում է գրո Ռեալի Եղիազարյան փոխանցում այստեղ էլ Տանապանն է լավ գործում պաշտպանությունում Ավետիսյան փոխանցում Ռեզենադին եւ
Խոտացածկին է այստեղ Արսենալի նորեկը։ Ամեն ինչ կարգին էր այստեղ Արսենալի ֆուտբոլիստի մոտ։ Նորից Արսենալը անցավ գրոյի։ Հարված, բայց շեղ էր այստեղ։ Ռեզանեզադի հարվածը։ Նորից չստացվեց այստեղ Արսենալի կազմակերպել։ Մանուչարյանն է պահել իր մոտ գնդակը, բայց այստեղ անհաջող փոխանցում։ Կարող է հակագրել այստեղ Արսենալը, բայց փոքր ուժեղ ստացվեց այստեղ Արսենալի խաղացողի փոխանցումը։ Հարված վտանգավոր էր այստեղ, բայց մի փոքր բարձր էր։ Ռեալի ֆուտբոլիստի հարվածը։ Նորից Արսենալն է փորձում գրող կազմակերպել, բայց նորից հրաշալի է գործում Մանուչարյանը։ Լաբոյանի փոխանցումը անհաջող էր եւ հիմա Արսենալն է գրում, փոխանցում Ավետիսյան արված եւ կրճատված է հանդիպան հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Սպարտակ, Ավետիսյանը 2-1։ Սպարտակ Ավետիսյան 2-1 մի փոքր կրճատեց հանդիպման հաշիվը, Արսենալը արդեն 1 գոլի տարբերությամբ են պարտում Արսենալի ֆուտբոլիստները, տեսնենք կկարողանան մինչև ընդմիջում երկրորդ գնդակն էլ հեղինակել եւ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Տանապան այստեղ խլեց գնդակը, Ուրաջյան, փոխանցում, նորից Տանապան,
Անցում Աչեզր Ռեզա Նեզադին բայց այստեղ տանապանի փոխանցումը անհաջող ստացվեց, հիմա կարող է Ռեալը անցնել գրոյի, բայց այստեղ Աբրայանը չհասավ գնդակին Մուրադյան նորից անցնում է Արսենալը գրոյի, փոխանցում Ձախեզր Փոխանցումը տանգավոր է, բայց այստեղ հեռացված է գնդակը Թոլ Յախանյանը եկավ և առևանգեց գնդակը Մանուչարյանից Լավ խաղարկումներ հիմա Արսենալի ֆուտբոլիստների կողմից այստեղ մաքուր էր Ռեալի ֆուտբոլիստի գործողությունները Վերջին րոպեներն են հիշեցնեմ ընդհանում մեզ մոտ առաջին խաղակեսի Այսմ են 2-1 հաշվով հաղթում է Ռեալը Արսենալին Նորաշալի փոխանցում այստեղ տեսանք Ավետիսյանից, բայց հասցեատեր չունեցավ այս փոխանցումը կարող էր ոճռորոշ լինել Յախանյանը խլեց գնդակ այստեղ, Մուրադյան հեռացնում են գնդակ այստեղ Ռեալի ֆուտբոլիստները Փոխանցում հիմա Մանուչարյանին, Մանուչարյանը շարժվում է առաջ բայց անհաջող էր, որ Մանուչարյանի փոխանցումը Արսենալն անցավ գրոյի հարված, բայց թույլ էր այստեղ Ռոման Մուրադյանի հարվածը Կանային է վաստակել այստեղ Ռեալը Երվից հարված, բայց շատ անհաջող հարված էր հիմա Մանուչարյանի կողմից Վերջին գրոներից մեկը կարող լինել այս խաղակեսի, տեսնենք Մուրադյան փոխանցում Ավետիսյանին, Անապան,
Լավ փոխանցում արված վտանգավոր էր, բայց փոքր շեղ հարվածեց այստեղ Սպարտակ Ավետիսյանը։ Եվ վերջ, բարեկամներ ավարտված է մեզ մոտ առաջին խաղակեսը, որտեղ Ռեալ Մադրիդը 2-1 հաշվով Արսենալին հաղթում է։ Հիմա կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի բարեկամներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը տեսնում ենք, որ մեկնարկել է եւ առաջին կեսից հետո Ռեալը հաղթում է 2-1 հաշվով Արսենալին։ Ռեալից գոլի հեղինակ դարձավ հենց առաջին խաղակեսի մեկնարկում Արսեն Հակոբյանը միջնամասում կրկնապատկեց իր թիմի առավելությունը Արթուր Հունանյանը։ Իսկ առաջին խաղակեսի վերջում ացավ կրճատել հանդիպման հաշիվը Սպարտակ Ավետիսյանը, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները։ Արսենալ դարպասը պաշտպանում է Սերգեյ Գալստյանը, Սիավաշ Ռեզանեզատ, հիմա վտանգավոր էր այստեղ հարված տեսանք Արսենալի կողմից, Ալի Ռեզան է փրկում իր թիմին։ Գոր Յախանյան, Սպարտակ Ավետիսյան, Էդմոն Չոբանյան, Արութ Յախանյան, Արման Հակոբյան, Ռոման Մուրեձեն և Պոտիսամ Տանապան։ Ռեալի դարպասը պաշտպանում է Սուալի Ալի Ռեզան, Ջան Աբաջան, Անուշավան Եղիազարյան, Վահան Կուլյան, Արսեն Աբոյան, Սորուշ Ռուլին, Արթուր Հունանյան, Գեղանիկ Զաքարյան, Սասուն Զորաբյան, Գոր Մանուչարյան և Արսեն Հակոբյան։ Տեսնում ենք, որ ակտիվ են մեկնարկել Արսենալի տղաները։ Երկրորդ խաղակեսը փորձում են արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը, Ավետիսյան հրաշալի գործեց, փոխանցում հիմա եւ հարված այստեղ փակեցին Էդմոն Չոբանյանին, անկյունային կլինի Ռեալի դարպասին, արագ խաղարկում, Յախանյան մտավ կենտրոն հարված, բայց շեղ էր այստեղ Հարութ Յախանյանի հարվածը։ Նորից Արսենալն է անցել գրոյի, Յախանյան, լավ խաղարկումներ, Ավետիսյանն է հիմա գնդակով մտել է, Տուգանային հրապարակ հարվածը փակված է, անհաջող վերջում գործողություն Սպարտակ Ավետիսյանից, հիմա էլ կարող է Ռեալը անցնել գրոյի, Մանուչարյան փոխում է գրոյի եզրը, հրաշալի անցում Ռեալի խաղացողի կողմից, նորից Գոր Մանուչարյան, Արված կարող է լինել արված վերջին պահին փրկում է իր թիմին Գալստյանը և անկյունային հիմա կտեսնենք արդեն հակառակ ուղղությամբ հարկված է անկյունայինը և ուղիղ Գալստյանի ձեռքերի վրա Արագ ներջում հիմա, բայց ծեր կնդակը Արսենալը խլեց նորից արագ գնդակը Արսենալը, Տանապան հրաշալի փոխանցում Չոբանյանին Ավետիսյան արված կրակեց այստեղ Սպարտակ Ավետիսյանը փայլուն գոլ հեղինակ է դառնում Սպարտակ Ավետիսյանը և հանդիպման հաշիվը հավասարեցված է 2-2
Սպարտակ Ավետիսյան 2-2 ի վերջո կարողացավ հավասարեցնել հանդիպան հաշիվը, Արսենալը դուբլի հեղինակ է դառնում մեզ մոտ, Ավետիսյանը ուղղակի փայլուն գոլի հեղինակ դարձավ այստեղ, նորից Արսենալը տեսնում ենք առաջ է շարժվում և հիմա էլ փորձում է այս խաղում առաջին անգամ հաշվի մեջ առաջ անցնել, տեսնենք, Յախանյան հրաշալի խաղարկում, բայց Մուրադյանը չկարողացավ ֆիքսել գնդակը իր մոտ, Ռեալն էր անցել գրոյի, Մանուչարյան, արված վտանգավոր է Գալստյանն է հիմա էլ փրկում իր թիմին անկյունային կտեսնենք Արսենալի դարպասին, Մենք փոխանցում Գալստյանն է նորից հեռացնում գնդակը, Հակոբյան փոխանցում Տուգանային հրապարակ նորից հեռացնում է գնդակը, Գալստյանը բարձր է հիմա էլ հարվածում այստեղ Անուշավան Եղիազարյանը Յախանյան շարժվում է առաջ Հարուկ Յախանյանը, խարկեց տանապանի է, տանապանը արված վտանգավոր էր, իր փոքր շեխ հարվածեց ի վերջո տանապանը, Ռեալի գրոջ ստացվեց այստեղ հրաշալի գործեց Չոբանյանը ձախեցնում և ի վերջո եզրային նետում վաստակեց Մուրադյանն է հիմա նետվում գրոյի, այնտեղ լավ նկատեց Չոբանյանին, բայց ինչ արեց այս դրվագում Էդմոն Չոբանյանը Հիմա տեսնում ենք այստեղ վտանգավոր դիրքում հիմա Տուգանային է վաստակել Ռեալը Սուլի չկա, Հակոբյանն է գնդակի մոտ, Արսեն Հակոբյան, բայց ուղիղ Գալստյանի վրա հարվածեց Հակոբյանը Քարկում հիմա Արսենալի կողմից Ավետիսյան գնդակով է հարված ուղիղ Ալիռեզայի վրա հարվածեց Սպարտակ Ավետիսյանը Ռեալը կարող է հակագրոհել Մանուչարյան փոխանցում բայց Յախանյանն է հրաշալի գործում պաշտպանությունում
Ռեալն է փորձում գրով կազմակերպել, հրաշալի էր, վտանգավոր էր, վերջում, բայց փրկվավ հիմա այստեղ Արսենալը վերահաս գոլից։ Նմանը խարկումներով շարժվում է առաջ Արսենալը, Չոբանյան ձախեզրում է Էդմոն Չոբանյանը, բայց ստլեց ի վերջո գնդակ այստեղ Երգազարյանը Չոբանյանից։ Ռեալն է անցել գրոյի, որից արանջով գործողություն, խարկումներ Ավետիսյան, Յախանյան, ոխանցում մյուս եզր, հրաշալի էր ամեն ինչ Մուրադյան արված, Ալի Ռեզան է փրկում հիմա իր թիմին։ Շարունակվում է Արսենալի գրո, Հարութ Յախանյան, ոխանցում լավ նկատեց այնտեղ Ավետիսյանին Յախանյանը, բայց չստացվեց հարվածել Ավետիսյանի կողմից։ Ռեալի ֆուտբոլիստի հարվածը չստացվեց։ Ավետիսյանն է գնդակով, փոխանցում Մուրադյանի, շարժվում առաջ Մուրադյանը արված նորից Ալի Ռեզան է փրկում իր թիմին, երկրորդ փորձից փրկեց իր թիմին։ Ալի Ռեզան ինչպիսի սեյվեր կատարեց հիմա Ռեալի դարպասապա ուղղակի նորից լավ հնարավորություն էր ստացել Արսենալը հաշվի մեջ առաջ անցնելու, բայց չօգտագործեց այս հնարավորություններն էլ։ Նորից Արսենալն է անցել գրոյի, Ավետիսյան շարժվում է առաջ ձախեզրով Սպարտակ Ավետիսյանը մտավ կենտրոն, հերվից հարված մի փոքր բարձր էր Սպարտակ Ավետիսյանի հարվածը։ Միջնամասն է երկրորդ խաղակեսի մեզ մոտ, նշեմ 2-2 հաշիվ է այս խաղում, Ռեալն է անցել գրոյի, Մանուչարյան փոխանցում, բայց Յախանյանն է հիմա
Լավ գործում պաշտպանությունում եւ նետվում հակագրոյի Չոբանյան Հարկ մեկ գնդակ է Յախանյանի հետ, նորից Յախանյան լավ նկատեց այնտեղ Չոբանյանին եւ անկյունային ի վերջո կլինի եւ այստեղ էլ դեղին քարտ է ստանում հիմա Ռոման Մուրադյանը Հարկեցին այստեղ անկյունայինը Արսենալի ֆուտբոլիստները արված եւ գոլ հիմա հաշվի մեջ առաջ է անցնում Արսենալը այնտեղ ինքնագոլ գրանցվեց մեզ մոտ Նորից վտանգավոր էր, տեսնում ենք Արսենալը կարող էր հիմա 2 գոլ է առավելություն ստանալ Տեսնում ենք երկրորդ խաղակեսում լրիվ ուրիշ Արսենալ Արդեն նրանք հաշվի մեջ առաջ են եւ փորձելու են պահել այս հաշիվը եւ հաղթանակի հասնել ի վերջո այս խաղում, բայց դեռ շատ ժամանակ կա հանդիպման ավարտին Արսենալն է անցել գրոյի, Մուրադյան փափուկ հարված փորձեց կատարել, բայց բարձր էր Ռոման Մուրադյանի հարվածը Յախանյանն հիմա էլ փորձում հարված կատարել, բայց տեղ անհաջող գործողություն տեսանք Ավետիսյանի կողմից Արսենալն է նորից անցել գրոյի, Չոբանյան փոխանցում մյուս եզր Մուրադյանին, փոխանցում այստեղ փակված է Մուրադյանի եւ անկյունային կլինի Ռեալի դարպասին Անհաջող փոխանցում տեսանք Արսենալի ֆուտբոլիստի կողմից Չոբանյանն է շարժվում առաջ, հրաշալի խաղարկումներ Չոբանյան եւ շեղերի վերջո Էդմոն Չոբանյանի հարվածը
Նորից արագ խլեց այստեղ հնդակը, Արսենալը ինչ է կատարվում այս խաղակեսում Ռեալի հետ, նրանք չեն կարողանում վտանգավոր պահեր ստեղծել այս խաղակեսում Նորից լավ համագործակցություն Յախանյանը հարվածեց Ալի Ռեզայի վրա Ավետիսյան նորից Արսենալն էր անցել գրոյի այստեղ, բայց անհաջող էր Սպարտակ Ավետիսյանի փոխանցումը Վերջին 5 րոպեն է մնացել հանդիպանը ավարտի, նշեմ, որ 3-2 հաշվով հաղթում է Արսենալը այսպես Ռեալ Մադրիդին կարողացավ Կամային հատկանիշներ ցուցաբերել եւ արդեն հաշվի մեջ առաջ են Արսենալի ֆուտբոլիստները, նորից նրանք են գրովում Հայկանները խաղում չկար Մուրադյանի հետ պայքարում Յախանյան շարժվում է առաջ և փոխանցումը չստացվեց գոլ Յախանյանին Նորից Արսենալն է անցել գրոյի, Մուրադյան Նորից Եղիազարյանը լավ գործեց պաշտպանությունում Ավետիսյան լավ համագործակցություն հիմա Յախանյանի հետ լավ հարված էր Սպարտակ Ավետիսյանի կողմից, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ նրա հարվածը Նորից արագ խլում Արսենալի կողմից Յախանյան թողնում է գնդակը Ռեզանազեդին հարված և պաշտպանում է հիմա փրկում իր թիմին Վերջին րոպեն է ընթանում արդեն մեզ մոտ Տեսնենք Ռեալը կկարողանա ի վերջո այսօրվա խաղում ոչ ոքի գոլ է կորզել, բայց տեսնում ենք նրանք չեն կարողանում անգամ վտանգավոր պահ ստեղծել
Հերացված է գնդակ եւ հիմա կարող է հակագրոյել Արսենալը 2-1-ի Մուրադյան փոխանցում Ավետիսյանին նորից Մուրադյան եւ փրկեց հիմա պաշտպանը ի վերջո այստեղ մի փոքր ուշացրեց այստեղ հարված կատարել Ռոման Մուրադյանը կարող էր խաղի երգը վճռել հիմա արագ խաղարկեցին անկյունայինը Արսենալի ֆուտբոլիստները Չոբանյան փրկում է իր թիմին Ալի Ռեզան այստեղ էլ պաշտպանն է փրկում իր թիմին նա վտանգավոր հարված այստեղ ստացավ Ռեզա Նեզադը եւ վերջ բարեկամներ խաղն ավարտված է 3-2 հաշվով Արսենալը ի վերջո կամային հաղթանակ է տանում Ռեալ Մադրիդի նկատմամբ եւ առաջին հաղթանակն է տանում այս մրցաշարում առաջին 3 միավորն է վաստակում հետաքրքիր հանդիպում ստացվեց մեզ մոտ այս խաղի համար այսքանն ենք պատրաստել ձեր համար բայց մնացեք մեզ հետ հիմա մի փոքր կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից